Խանդանյան ուզում եմ անդրադառնանք Հայաստանի և Ռուսաստանի վերջին շրջանում ավելի այսպես սրված հայտարարություններին, այսօր Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը կրկին անդրադարձել հապկում Հայաստանի լիազորությունների չիրականացմանը այս դեպքում և նշել է, որ մինչև նոյեմբեր, եթե իրավիճակը այսպես է պահպանվում է, հապկի հետ կապված պարզ է Հայաստանի դիրքորոշումը, ինքը նշել է, որ կօգտագործեն այդ լծակը կա և Հայաստանի ըստ կզրկեն ձայնի իրավունքից։ Նախկինում սրա վերաբերյալ Հայաստանի վարչապետը հայտարարել է դիրքորոշումը, թե հնարավոր հեռանկարային Հայաստանը ինչպես կվերագրվի, բայց ես ուզում եմ ասել է որոշակի ժամանակ, ուզում եմ հասկանալ Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ կընդունեք գիտություն և կանցնեք առաջ, թե ամեն դեպքում Հայաստանը հնարավոր է փոխի մոտեցումը և օրինակ ապասառեցնի հապկում անդամակցությունը և վերսկսի աշխատանքները, որպեսզի չստեղծվի այնպիսի իրավիճակ, որ Հայաստանին զրկեն ձայնի իրավունքից։ Շնորհակալություն հարցի համար, ոչ Հայաստանի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, Հայաստանը այսպես հայտարարել է արդեն տարիներ, մի քանի տարի է սառեցրել է իր անդամակցությունը հապկին և ըստ էության հետդարձի ճանապարհ մենք չենք տեսնում։ Մենք կհետևենք զարգացումներին, ինչպես դուք նշեցիք հարցում, կընդունենք գիտություն հապկի մեր գործընկերների կողմից կայացված որոշման հետ կապված, ես չեմ կարծում, որ այստեղ մենք որևէ պատճառ կամ հանգամանք կա, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, գիտեք որոնք են եղել խնդիրները, որի բերումով Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը եւ այդ խնդիրները ըստ էության չեն լուծվել մինչեւ օրս։ Մենք չենք տեսել որևէ նույնիսկ քաղաքական մակարդակի հայտարարություն, որը նույնիսկ դատապարտեր 2022-2023 թվականներին տեղի ունեցած Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Պարոն Խանդանյան, այդ առումով կա է Հայաստանի մոտ Երևանի մոտ մնացել է ակնկալիք, որ ամեն դեպքում հնարավոր է այդ հարցի վերաբերյալ դիրքորոշում ամեն դեպքում ինչ-որ մի փուլում լինի, թե այլևս որևէ ակնկալիք չկա և նաև դրանով է պայմանավորված Հայաստանի դիրքորոշումը հապկի հետ որևէ հեռանկար այսպես չպատկերացնելը և ըստ էության եթե այս քայլին գնան, այսինքն Հայաստանի զրկեն ձայնի իրավունքից, այդտեղ ընթացակարգով նաև կարող են հեռացնել անդամներից մեկին կառույցից, այս հեռանկարը ևս անհանգստացնող չի Հայաստանի համար։ Կարծում եմ այդ այնքան տևական ժամանակ է անցել, որ այդ ակնկալիքը նաև շատ ժամանակավրեպ կարող է լինել, որովհետև գործընթացներ են տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև մասնավորապես խաղաղություն է հաստատվել եւ մենք բոլորովին այլ հանգամանքներում ենք հիմա խոսում մեր Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայի մասին, սահմանազատման գործընթացն է իր ողջ ծավալով ընթացքի մեջ եւ եթե նույնիսկ որևէ տեսակի հայտարարություն լինի հապկի կողմից կամ որոշում, ես կարծում եմ, որ դա կլինի ժամանակավրեպ։ Իսկ եթե Հայաստանին հեռացնեն, դա եւս իրավիճակ է, որի պետք է քննարկենք, հասկանանք եւ հաշվի առնենք մեր հետագա հարաբերություններում հապկի կազմակերպության հետ եւ կազմակերպության անդամ երկրների հետ։ Մի հարցերի ատամային Պարոն Խանդանյան, ուզում եմ իմանալ նաև նույն արտգործնախարարի տեղակալը ԵԱՏՄ-ին կապված է հայտարարություն արել, պնդել է այն հայտարարությունը, որ ընդունվել է մայիսի վերջին եւ ըստ էության ակնարկում է հնարավոր որոշումների մասին, այսինքն հնարավոր հանրաքվեն չանցկացնելու դեպքում իրենք ինչ-որ որոշումների մասին են ակնարկում։ ԵԱՏՄ-ի հետ կապված Հայաստանի դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև Կրղզստանում, այն համարելով առաջնահերթություն, անգամ նշեց, որ կառավարության ծրագրում կգտնի իր արտացոլումը, քանի որ այս դեպքում իրավիճակը այլ է եւ Հայաստանը այլ ձև է պատկերացնում ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, այս դեպքում հնարավոր է ամեն դեպքում այդ հանրաքվեի սցենարը քննարկվի, եթե ոչ, ապա որն է Հայաստանի, այսպես ասած, պլան, եթե իրենք ակնարկում են հնարավոր որոշումների մասին, իսկ դրանք կարծես թե ոչ այնքան շահեկան է լինելու Հայաստանի համար։ Հանրաքվեի օրակարգ արհեստական օրակարգ է եւ բազմիցս է նշվել Հայաստանի վարչապետը, կառավարության մեր գործընկերները, իմ գործընկերները, որ չի կարող լինել հանրաքվե մի հարցի շուրջ, որը պարզապես գոյություն չունի։
Եվ բնականաբար Հայաստանը մոտ ապագայում, առաջիկա ամիսներին չի կարող հանրաքվեի դնել մի բան, որը Հայաստանում չի քննարկվել եւ որի շուրջ Հայաստանը դերևս չի կատարել, խոսքը Եվրոպական միությանը անդամակցության հայտ ներկայացնելն է։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ի մեր անդամակցությանը, ինչպես տեսակ միջկառավարական խորհրդի նիստին Հայաստանը մասնակցեց եւ ներկայացրեց մեր դիրքորոշումը, նաեւ Հայաստանը եւ բոլոր ֆորմատներում, բոլոր գործընթացներին ակտիվ մասնակցում է, ներդրումն է ունենում, ինչպես քաղաքական առումով, այնպես էլ նաեւ ֆինանսական միջոցների ծավալով Հայաստանը ակտիվ մասնակից է եւ այստեղ նաեւ կարեւոր է ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների դիրքորոշումները նման հարցերի անդրադառնալիս, որովհետեւ ԵԱՏՄ անդամ եւ մեր գործընկերը, որի հետ մենք շարունակում ենք աշխատել ինչպես Ռուսաստանը, այնպես նաեւ մյուս գործընկերները, Ղազախստանը, Կырգызստանը եւ այլն։ Ուստի այս հարցի շուրջ մենք շարունակենք աշխատել մեր ԵԱՏՄ գործընկերների հետ, ԵԱՏՄ-ի հետ մեր կարգավիճակը ԵԱՏՄ-ում եւ անդամակցության շարունակությունը նաև ամրագրված էր քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում եւ դա իր արտացոլումը կգտնի նաև կառավարության ծրագրում։ Պարոն Համբերյան, տեսեք, այս հայտարարությունը Գարուզինի հնչել է անմիջապես ԵԱՏՄ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո։ Ըստ էության այն բացատրությունները, որ Փաշինյանը ներկայացրել այնտեղ, ընկալելի չի նրանց համար, այսինքն նրանք ճնդում են, որ պետք է դուք կողմնորոշվեք։ Հիմա ենթադրենք շարունակ այս վիճակը եւ գա ինչ-որ մի բան, որ իրենք կտրուկ գործողությունների դիմեն եւ Հայաստանին հապատերի դիմեն եւ Հայաստանին օրինակ հեռացնեն ԵԱՏՄ-ից։ Ինչ է լինի։ Այո, Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ի իրավ անդամ է եւ այնտեղ եւս ունի իրավունքներ եւ այդ որոշումը այդպես հեշտ կայացվող որոշում չի լինելու, այնուամենայնիվ մենք չենք պատրաստվում այս հարցի շուրջ առճակատման փուլ մտնել, մենք շարունակելու ենք համբերատար աշխատել եւ բացատրել այնքան, ինչեւ դա անկարելի լինի մեր գործընկերների համար, մեր բոլոր գործընկերների համար, նաեւ մեր եվրոպական միության գործընկերներն են դրան հետեւ։ Նաեւ այդտեղ հավաքված երկրների հետ, որտեղ Փաշինյանը ասեց, միայն ինքը ասեց եւ որևէ արձագանք չեղավ։ Մենք շարունակում ենք աշխատել մեր բոլոր գործընկերների հետ, ԵԱՏՄ-ում եւ ԵԱՏՄ-ից դուրս եւ համբերատարորեն մենք կշարունակենք բացատրել մեր դիրքորոշումը։ Բնականաբար դա պարզից էլ պարզ է, որ երբ որ Հայաստանի Հանրապետությունի վերջո կայացնի այդ որոշումը, որ մենք դիմում ենք Եվրոպական միության անդամակցելուն եւ դրա համար նաեւ պետք է լինի անցկացնել հանրաքվե, այդ ժամանակ երկուսում անդամակցությունը անհնարին կդառնա, Հայաստանի կարգով մեկից դուրս կգա։ Բայց չէ, դա մեկ բազմիցս նշել եք, որ Եվրոպական միության ինտեգրման process-ը մեր համար ներքին process է, բարեփոխումների process է, եւ մենք իրականացնելու ենք այդ բարեփոխումների process-ը եւ կդիմենք Եվրոպական միության անդամակցելու թե չենք դիմի, մենք կիմանանք, որ մենք ունենք մի երկիր, որտեղ կան այնպիսի ստանդարտներ, որոնք լավն են եւ որոնք համապատասխանում են Եվրոպական միությանը։ Հատկապես հիմա, երբ որ մեր օրինակ արտադրողները, գյուղատնտեսական արտադրանք արտադրողները, այլ տնտեսվարողներ, որոնք խնդիրների են բախվում Ռուսաստան արտահանումների հետ, իրենք այս process-ը նաև հնարավորություն է մեր տնտեսվարողների համար համապատասխանեցնել իրենց ստանդարտները եվրոպական շուկաների համար եւ ունենալ ալտերնատիվներ։ Այս թեմայի կապված մի հարց է, պարոն Խանդարյան, քանի որ հստակ հայտարարվում է, որ քաղաքական է ամեն դեպքում այնինչ արվում է Հայաստանի արտադրանքների նկատմամբ, քաղաքական կոմպոնենտը այստեղ նշում են վարչապետը, պնդումներ եւ հավաստիացումներ են հնչում նախընտրական փուլում եւ որ հետընտրական փուլում այս հարցերի լուծումը կտրվի եւ կհասնի արդեն այնպես իրավիճակը, որ խնդիրները ըստ էության կվերանան, բայց չստացվեց, չի ստացվում վարչապետի ավարտել Խանդարյան, ինչու չի ստացվում նախ եւ դուք ասում եք կոնսենսուսով է այդ հեռացնել եւ այլն, բայց դուք քանի որ սա քաղաքական է, դուք բացառում եք, որ կստեղծեն այնպիսի մի իրավիճակ, որ Հայաստանի համար ստեղծության խնդիրները ավելի խորանան եւ տնտեսությունը կոնկրետ վաղ իրավիճակում կհայտնվի։ Ինչ է լինելու այդ դեպքում, այդ պլանը կա, ինչ է կա։ Դա հետընտրական ժամանակահատվածը դեռ ընթացքի մեջ է եւ ինչպես տեսնում եք Հայաստանը ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ, Հայաստանը նաեւ կանգնում է իր Հայաստանի կառավարությունը կանգնում է իր քաղաքացիների կողքին, որպեսզի հնարավորինս մեղմի են վնասները, որոնք նրանք կարող են կրել
այս իրավիճակի բերումով, բայց նաև ես նաև պետք է հասկանալ, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը շահեկան է ոչ միայն Հայաստանի Հանրապետության համար, այլ նաև կազմակերպության եւ այդ կազմակերպության անդամակցող պետությունների, այդ թվում եւ Ռուսաստանի Դաշնության համար, թե տնտեսական առումով եւ թե քաղաքական առումով, եւ սա եւս մի ուղերձ է, որը մենք շարունակաբար փորձում ենք հղել եւ մենք շարունակենք այս ուղղությամբ աշխատել։ Անանյան երեք Ամերիկայի Միացյալ Նահանգները, Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը համատեղությամբ են համեսիրկել Սպիտակ տանը կայացած Խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարելիցի կապակցությամբ, ըստ ձեզ սրանով են այն պայմանավորված ռուսական կողմից եկող ագրեսիվ հայտարարությունները, անհանգստացնող հայտարարությունները, որ մեր երկրում խաղաղությունը ամրապնդում է, օրեցօր։ Ես չէի փոխպայմանավորի դրանք, այն ինչ որ արձանագրվել է երեկվա հայտարարության մեջ, դրանք արդեն մեկ տարվա իրողություններ են եւ շատ կարեւոր է, որ այդ գործընթացը առաջ է շարժվում, թե քաղաքական հարաբերությունների, թե խաղաղության գործընթացի ամրապնդումը եւ թե դրանից բխող նաեւ տնտեսական համագործակցությունը, որը առևտրային համագործակցությունը, որը ձևավորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, ինչպես նաեւ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների խորացումը այնպիսի ոլորտներում, որոնցում մենք փորձառություն չունեինք համագործակցության, բայց այսօր արդեն տեսնում ենք օրինակ, որ արհեստական բանականության եւ հաղորդակցությունների ոլորտում խոր համագործակցություն ունենք։ Ես սա մի գործընթաց է, որը բխում է բացառապես Հայաստանի շահերից եւ մենք այս ուղղությամբ առաջ ենք շարժվելու։ Մենք բազմիցս նշել ենք, որ մեր որևէ հարաբերություն որևէ երկրի հետ խորացում այդ հարաբերությունների ի վնաս չէ մեր այլ հարաբերություններին եւ սրանում է կայանում հենց բալասավորված եւ բանասավորման արտաքին քաղաքականության էությունը։ Հիմնավորեն ասածս Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, հենց որ այն դադարի նրանց համար հետաքրքրություն ներկայացնի, որպես Ռուսաստանի դեմ գործ։ Ինձ հիշեցնում է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, որը ասում էր Հայաստանում է պետք, եւ դրան հետևեցին գործընթացներ եւ հասկացանք, թե Հայաստանում է պետք, որքան է պետք եւ որտեղ է պետք, ուստի նման սպառնալիք մեզ չի սպասում։ Խոսեցիք արհեստական բանականության հայ-ամերիկյան Firebird ընկերության մասին։ Firebird AI-ի նորաստեղծ, ես $5 միլիոն, հա, բայց օրինակ այստեղ բնապահպանները արձանագրում արդեն ահազանգում են, որ բնապահպանական մարդկանց առողջության վրա ազդեցության ռիսկերը չեն գնահատվել եւ կարող է մեկնելան ջրային եւ էլեկտրաէներգիայի այդ պաշարը ոչ բավարար պաշարներ, արդյոք կառավարությունը այս հարցը քննարկել, արդյոք դրա հետ կապված խնդիրներ կան, թե ոչ։ Ես տեսել եմ այդ մտահոգությունները եւ նաեւ ուսումնասիրել եմ եւ նաեւ հետեւել եմ արձագանքներին ընկերության ներկայացուցիչների եւ մասնագետների եւ ըստ էության ջրային ռեսուրսներ խոսքը գնում էր այդ արհեստական բանականության գործարանի հովացման համակարգի մասին եւ կային պնդումներ, որ Սևանա լճի ջուրն է օգտագործվելու դրա համար եւ ջրային ռեսուրսների ահռելի ծավալ օգտագործվելու պարզվեց, ինչպես մասնագետները բացատրեցին, որ ընդհանրապես խմելու ջուր չի օգտագործվելու հովացման համար, հատուկ նյութ է օգտագործվելու, որում օգտագործվում է թորաշ ջուր, փակ ցիկլով է դա տեղի ունենում եւ բնապահպանական որևէ խնդիր չի առաջացնի Կոտայքի մարզի եւ հարակից շրջանների համար այս գործարանը սա մասնագետների եւ տեսակետն է եւ իրականությունն է, ինչը կարծում եմ մեր բնապահպան ակտիվիստների բոլոր մտահոգությունները փարատել են։ Ես բնականաբար նման ծավալի ենթակառուցվածք ստեղծելուց առաջ փորձաքննություններ եղել են էներգետիկ ռեսուրսների ծախսման առումով ես կարծում եմ համապատասխանեցվել են ռեսուրսները, որոնք մենք ունենք եւ նաեւ այն ռեսուրսները, որոնք մենք պատրաստում ենք շահագործել, մասնավորապես արևային էներգիայի ռեսուրսների օգտագործումը, կուտակիչ կայանների եւ այլն, ես չեմ կարծում, որ այստեղ լուրջ մտահոգության առիթ կա։ Ասում եմ, Firebird AI-ի Հայաստանում հիմնելու 100 մեգավատ հզորությամբ կայան, ծախսվել է տարեկան էլեկտրաէներգիայի 12% պատրաստ եք դրան։
Ես մասնագետ չեմ, բայց ես կարծում եմ, որ դա ռիսկերը բնականաբար հաշվի առնված կլինեն եւ դա միակը չէ, մենք ունենք նաեւ երկու այլ արդեն դատակենտրոններ Գագարինում եւ Երևանի պետական համալսարանում եւ ես հույս ունեմ, որ մեր երկիրը կշարունակի դառնալ միջազգային կենտրոն արհեստական բանականության զարգացման տեսանկյունից։ Բաղդանյան Նիկոլ Փաշինյանը երբ եկայնացել էր իստորիական նշել էր, որ առարկայական մասն կոնկրետ ինչ առարկայական գործողություններ ինչ կարող են դրանք եւ բացի այսպեսի վերլուծություններ կան, որ թրիփի նախագծել հանրահավաք քննական հանգամանքները երկաթուղի հարցն է իրեն համաներված հարաբերությունները Իսկապես գործնական փուլում է թրիփի իրագործումը, գիտեք, որ Միացյալ Նահանգներում ստեղծվել է համապատասխան ֆինանսական հիմնադրամ, որը ֆինանսավորելու է ծրագիր եւ արդեն ֆինանսական միջոցներ են կուտակվում այդտեղ, եթե չեմ սխալվում, այն կոչվում է Տրանսկասպիան հիմնադրամ, նաեւ ընթացքի մեջ է իրագործելիության ուսումնասիրությունը եւ ես մեծ հույս ունեմ, որ հնարավորինս արագ արդեն բուն շինարարությանը կանցնենք երկաթուղու, նաեւ հետաքրքրություն կա հնարավորինս արագ էլեկտրագծերի անցկացման տեսանկյունից, որովհետեւ հիշում եք, որ թրիփը միայն երկաթուղի չէր, այլ նաեւ այլ ենթակառուցվածքների ծրագիրներ, ինչ վերաբերում է Իրան-ամերիկյան հարաբերություններին, իհարկե մեր շահագրգռվածությունն այն է, որ հնարավորինս արագ խաղաղություն հաստատի եւ մեծ հույս էր նշել այն պայմանավորվածություն, այն բանակցությունները, որոնք մի քանի ամիս առաջ տեղի ունեցան Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, կարծես թե ձևավորվել էր խաղաղության պլան, հույս ունենք այդ պլանը կիրագործվի, իսկ ինչ վերաբերում է թրիփին իրագործմանը Հայաստանում եւ Հայաստան-Իրան հարաբերություններին, այստեղ կարծում եմ որևէ մտահոգվելու առիթ չկա, մենք մեր գործընկերների հետ Հայաստանի կառավարությունը ակտիվ քննարկել է այս հարցը, փոխըմբռնում կա այս հարցի շուրջ եւ ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է մտահոգվել, որ Իրան-ամերիկյան լարված հարաբերությունները կարող են ազդել այս ծրագրի իրագործմանը։ Այսինքն ամեն դեպքում երկաթգծի կառուցման հարցը կապված է նրանից, թե Իրան-ԱՄՆ հարաբերությունները ինչպես կդրսևորվեն։ Ճիշտ հակառակը, ընդհանրապես կախված չէ դրանից, երկաթգծի կառուցման հարցը օրակարգի հարց է, ինչպես նշեցի, տեղանքը, դրա իրագործելիությունը եւ այլ պարամետրեր եւ երբ որպես ուսումնասիրությունները եւ տեխնիկական զորությունները ավարտվեն, կսկսվի բուն շինարարության հարցը, այստեղ քաղաքական խոչընդոտ ես չեմ տեսնում։ Պարոն ոնց հասկացանք, տարեվերջին քննարկելու է Ռուսաստանից Հայաստան ներդրվող գազի սակագնի մասին հարցը։ Այս պահին Հայաստանի քննարկումներ ունի այդ մասով, արդյոք դիտարկվում է այլ երկրներից գազի դիվերսիֆիկացիոն իրականացնել, օրինակ հարևան Իրան, Իրաք, ինչու՞ չէ նաև Ադրբեջան, որովհետև Ադրբեջանից վառելիքներ գնում են Հայաստան։ Այս հարցի շուրջ չգիտեմ Ռուսաստանի հետ վերջի խոսակցությունը երբ է եղել եւ ծանոթ չեմ մի հայտարարության, որը հիմք է մեզ մտածելու, որ գազի սակագինը կարող է փոխվել, այնուամենայնիվ, երբ որ նման իրավիճակ առաջանա, կրկին բարեկամաբար մենք մեր ռուս գործընկերների հետ կունենանք այս քննարկումները, բայց դիվերսիֆիկացիան իհարկե կարևոր է այս հարցում, եթե չեմ սխալվում, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի վարչին Իրան այցի ժամանակ նաև նման քննարկումներ տեղի ունեցել գազի ներկրման ծավալների ուղղությամբ եւ այս ուղղությամբ եւ մենք եւս կաշխատենք եւ թրիփը եւս նաեւ գազամուղի է վերաբերվում, այսինքն Հայաստանի տարածքով անցնելու է թրիփի շրջանակներում գազամուղ եւ սա գուցե եւս մեկ հնարավորություն է, որպեսզի մենք դիտարկենք եւս մեկ աղբյուր ունենալու, օգտվելու այդ գազամուղի հնարավորություններից։ Իհարկե սա շատ տեսական միտք է, որը ես հիմա այս պահին արտահայտում եմ, բայց դա բարդ չէ գործնականում իրականացնել։ Իսկ խաղաղության վարակի շրջանակներում Ադրբեջանից Հայաստան գազի ներկրումը պլանավորվում։ Դա գիտեք, տարբեր տնտեսական հարաբերությունների եւ էներգետիկ հարաբերությունների քննարկումներ տեղի ունեցել են այս ընթացքում Ադրբեջանի հետ, ես չգիտեմ թե կոնկրետ գազի մատակարարման հարցով ուր ենք մենք հասել այդ առնչությամբ, բայց դա բացառված սցենար չէ։ Տեղեկություններ կա, որ ռուսական պատժամիջոցները երկրորդ փուլն է սպասվում, նաև այսպիսի տեղեկություն
տարբերություններ կան, որ հնարավոր է, որ Հայաստանի Ռուսաստանից վերադարձնեն աշխատողներին, որոնք Ռուսաստանում են գտնվում հայերին, նաև տեղեկություններ կան, որ օդային տարածքային հակելու մասին նույնիսկ հնարավոր է գործողությունների դիմեն, դուք պատրաստ եք եթե իսկապես նման սցենարներ զարգանան։ Ես այս իրականությանը, որը հիմա կա մեր արտահանողների եւ արտահանվող ապրանքների շուրջ, ես հույս ունեմ եւ կուզենամ մենք դրանց պատժամիջոց չանվանենք եւ ես հույս ունեմ, որ Ռուսաստանում եւս կա այդ ըմբռնումը, որ դա պատժամիջոց չէ, որովհետեւ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններից, բարեկամական հարաբերություններից դա բնավ չի բխում։ Մյուս հարցերի վերաբերյալ որևէ նման առարկայական տեղեկատվություն ես չունեմ, բայց բոլոր իրավիճակներին Հայաստանը տեր է կանգնելու իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության եւ աջակցելու է, որպեսզի նրանք դժվարություններ չունենան։ Մի հարց է, պարոն Սարգսյան, ԵԱՏՄ-ի հետ կապված դուք ասում եք, որ ԵԱՏՄ-ը այդ գործընկերների հետ շարունակեք խոսել, բացատրել իրավիճակը անդամպետությունների, բայց նիստում առնվազն նիստի բաց հատվածում, երբ որ վարչապետը դիրքորոշումը հայտնեց, որևէ արձագանք, որևէ դիրքորոշում հրապարակային չհայտնեցին, վարչապետերը այդ պետությունների, սա արդյոք նշանակում է, որ Հայաստանը առնվազն այս պահին եւ իդեպ Գալուստինը նաեւ նշում է, որ դեկտեմբերին այս փաստը, որ հանրաքվե չարվի, դրա անկապետությունները որոշում կկայացնեն։ Սա արդյոք նշանակում է, որ գոնե մինչև այս պահը Հայաստանին դեռ չի հաջողվում կամ Հայաստանը դեռ ձախողել է այդ երկրներին համոզելու այս օրակարգից հետ կանգնելու հարցում, այսինքն ըստ էության դեռ չի ստացվում, ինչու՞։ Չէ, ես չէի ասի, որ մենք մեր ԵԱՏՄ գործընկեր երկրների հետ հարաբերություններում ձախողել ենք ինչ-որ բան համոզել ապացուցել։ Նաև դուք տեսնում եք օրինակ ԵԱՏՄ առանցքային անդամ երկիր Ղազախստանի հետ ինչպես են ծավալվում մեր հարաբերությունները եւ պարտադիր չէ, որ նիստի ընթացքում ինչ-որ բան հայտարարի որևէ երկրի ներկայացուցիչ, որպեսզի մենք դրանից եզրահանգումներ անենք, թե ինչպիսին է այդ երկրի վերաբերմունքը ստեղծված իրավիճակին։ Մենք շարունակելու ենք աշխատել եւ նորից եմ կրկնում, որ ԵԱՏՄ անդամակցությունը չի բխում բացառապես միայն Հայաստանի Հանրապետության շահերից։ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը բխում է նաեւ ԵԱՏՄ մյուս երկրների շահերից։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար